Թուրքիան եւ Ադրբեջանը շուրջ 30 եւ ավելի տարի թմկա հարում են, որտեղ պատահի փակեք Հայաստանի ատոմակայանը, որովհետեւ նրա շահագործման ժամկետը լրացել է այո 96 թվականին ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է, փակեք որպեսզի տարածաշրջանում, հա, անվտանգության, ասենք, գործոնը այդ էներգետիկ առումով խնդիրներ չառաջան, այսինքն մեր ատոմակայանը չպայթի, որը Չեռնոբիլում տեղի ունեցավ, Ֆուկուսիմում տեղի ունեցավ, հա, այդ խնդիրը չառաջանա, բայց նրանք շատ լավ գիտեն, որ մեր ատոմակայանը իրականում բավականին անվտանգ է եւ բավականին կայուն է, բավականին հագեցված է ժամանակակից սարքավորումներով, այսինքն այս երկու պետությունները մեր իշխանությունների թեթև ձեռքով ուզում են Հայաստանի Հանրապետությանը գցել էներգետիկ ճգնաժամեր եւ կախվածության մեջ իրենց կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի արդյունքում, տեսեք, Ադրբեջանը որոշում է կայացրել, որ Սյունիքով, Նախիջևան, հա, բարձրավոլտ էլեկտրական մալուխներ անցկացնի։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության էներգոհամակարգը պետք է միացվի Ադրբեջանի էներգոհամակարգի հետ։ Երկուս։ Երրորդը, այս տարի մեր ատոմակայանի լիցենզիան ժամկետը շահագործման հերթական 10 տարին ավարտվում է եւ Հայաստանի Հանրապետության մեծամորի ատոմակայան այս տարի 5 ամսով պետք է կանգնի։ Եվ այս պարոնի այցը Հայաստանի Հանրապետություն ավելի շատ դեկորատիվ բնույթ էր կրում, իրական այցը եւ պայմանավորվածությունները Բաքվում տեղի ունեցավ, որը Երևանից 666 կիլոմետր հեռավորության վրա է։ Հայաստանի Հանրապետություն պարզապես մտավ, որ այն ամոթն է լավ բանա, լավ եկեք ելենք մի հատ կայնի սրանց տուն մտնենք, հետո նոր եթանք իրականում այն մարդու տուն, որտեղ որ մենք պետք է մեր առիթը նշենք։ Եվ թող մեր իշխանությունների զուր այդքան շատ չոգևորվեն։ Մարդեր իմը եկավ, նա իրականում Բաքու պետք է գնար, պարզապես եկավ իր աջակցությունը հայտնեց Երևանով գնանք եւ այստեղ ասեց հստակ ատոմակայանի հարցը պետք է լուծվի, որովհետև ատոմակայանի հարցը լուծվելով Հայաստանի Հանրապետությունը հայտնվելու էներգետիկ ճգնաժամեր եւ այդ ճգնաժամից դուրս գալու թիվ 1 պետությունը հայտնվելու է Ադրբեջանը տարածաշրջանում, եթե իրանական գործոնի հետ համաձայնություն ձեռք չբերենք։ Ադրբեջանը մեզի էլեկտրաէներգիա տա ատոմակայանի արտադրվածի համաչափության սկզբունքով եւ հարց է առաջանում, ինչպեսի գնագոյացում է տեղի ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ է լինելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի հետ։ Տեսեք, հեծի հետ կապված այս խնդիրները, ատոմակայանի ժամկետը, դադարեցնելը եւ վերազինելը, այս ամերիկացու գալը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանը ուզում է Սյունիքով մալուխներ անցկացնի։ Երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք պետք է միանանք Ադրբեջանի էներգետիկ համակարգի։ Ադրբեջանի տարածքով նավթամթերք ենք բերում Վրաստանով Հայաստան, որոշել ենք Ռուսաստանից գազը երկաթգծով Ադրբեջանով Վրաստանով բերենք Հայաստանի Հանրապետություն։ Այս ամբողջը երբ որ այսպես ամբողջական պատկերը պատկերացնում ես, այս ժողովը, այս մեր այսօրվա իշխանությունը իրենց առջև խնդիր են դրել Հայաստանի Հանրապետության ատոմակայանը կանգնեցնել վատագույն դեպքում, լավագույն դեպքում հերթական 10 տարին երկարացնելով, բայց մենք արդեն իսկ ժամանակ չենք ունենալու նորը կառուցելու, որովհետև նոր ատոմակայան կառուցելու համար նվազագույնը 5-ից 7-10 տարի է պահանջվելու, ռեսուրսները ֆինանսական հասկանալի է, բայց քանի դեռ մենք ունենք ատոմակայան, նորը կառուցելու մեզ համար ավելի հեշտ է լինելու, քան եղածը կանգնեցնենք եւ նորը կառուցենք, համենայն դեպս նման, ասենք, պրակտիկ ատոմակայան ունեցող երկրներում չկա։ Դա անընդհատության սկզբունք է եւ այսօրվա մեր մասնագետները քանի կան եւ լավագույններն են աշխարհում, երկիրը չեն լքել կամ պարզապես հասկանալ է մարդիկ մեծանում են։ Մենք պետք է նորը կառուցենք, եթե Հայաստանի Հանրապետությունը դադարեց ատոմակայան չունենա, այդ նշանակում է որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ իր անվտանգային գործոնն էլ հանձնեց մեր թշնամիներին, ինչ է նշանակում էներգետիկ համագործակցություն Ադրբեջանի։ Եղբայր դու մի հատ քո կողմից ստանձնած պարտավորությունները վրացական կողմի եւ իրանական կողմի հետ 100%-ով իրականացրու եւ շարունակի էլեկտրաէներգիա արտահանել ավելի մեծ ծավալներով, քան այժմ է։ Նոր մտածի Ադրբեջան էներգետիկ համակարգին միավորվել։ Եթե դու պատրաստում ես Ադրբեջան էներգետիկ համակարգին միավորվել, հա, միացնել երկու պետությունների էներգետիկ համակարգերը։
Այսինքն Իրանի փոխարեն Ադրբեջան օրինակ դառնա։ Այո, 2003 թվականին գույք պարքի դիմաց մեր մեծամորի ատոմակայանի կառավարման իրավունքը հանձնել ենք Ռոսատոմին։ Ոնց ենք այդ հարցը լուծել։ Սամվել Կարապետյանի հետ ոնց հարցերը լուծեց։ Աչե, եթե մենք ուզում ենք իրավական երկիր լինենք, մեր հարևանները մեզ հետ հաշվի մենք չպետք է խլելու հոգեբանությամբ գնանք։ Այն նույն հաջողությամբ Հարավ Կովկասյան երկաթուղիների հայկական Հայաստանի տարածքում գտնվող երկաթուղիների կառավարման իրավունքը նույնպես հանձնված է ռուսներին։ Խլենք։